համար խոսելը շատ բարդ է, որովհետև ինքը մի սերունդի ներկայացուցիչ է, ընդ որում այդ սերունդի ամենափայլուն ներկայացուցիչներից մեկը, որը իր մեջ տանում էր այն կրակը, որը հազարամյակներ շարունակ օգնել է, որ մենք չձլվենք, չվերանանք, չընկրկենք, չնահանջենք, այդպիսի մարդիկ միշտ եղել են իրեն ժամանակների աղը, այդպիսի մարդիկ միշտ եղել են այն քչերից մեկը, որոնցով մենք կարողացել ենք իսկապես գոյատևել ու հնարավորինս անաղարտ մնալ։ Եվ այն ինչ որ արեց Աշոտ Նավաստարզյանը, ես ասել եմ նորից եմ ուզում կրկնել, շատ քչերին է հաջողվում։ Ինքը երկու նայում կառույց թողեց մեր պետության ու ժամանակների համար։ Առաջին անկախության բանակներ, իսկ այդ տարիներին բանակը ամեն ինչ էր մեր համար։ Եվ ինքը իր անկախության բանակով ցույց տվեց, թե ինչպես կարելի է եւ ինչպես պետք է հայրենասիրությունը դրսևորվի։ Եվ երկրորդը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համար 1 գրանցված կուսակցությունը, որը անկախություն ձեռք բերելուց հետո ինքը հասկացավ, թե արդեն այլևս անկախ պետությունում ընդհանրապես քաղաքական գործընթացները ինչպես պետք է կառուցվեն, պետք է կառուցվեն կուսակցական հարաբերություններով։ Ես կարծում եմ, որ իր թողած ժառանգությունը մեր եւ հաջորդ սերունդների համար ուղենիշ է։ Պարոն Մինասյան, այսօր բարձրագույն մակարդակով տարբեր ամբիոններից կոչ է արվում մոռանալ, ուրանալ պատմական իղձերը, մոռանալ գաղափարախոսությունները, որոնք նաև հիմք են դրել պետության կառուցման, այն գաղափարախոսությունը, որի համահիմնադիրներից են նաև Աշոտ Նավաստարզյանը, արդյոք Հայաստանում այդ 3 միլիոն ժողովրդի մեջ կային 30 մարդը, որի մասին Աշոտ Նավաստարզյանը նշում էր, որ եթե լինեն, ապա պետությունը կշարունակի գոյատևել։ Իհարկե կան, բայց գիտեք, ցանկացած ժողովրդի պատմության մեջ լինում են նահանջներ եւ այդ նահանջը կարծում եմ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հաղթահարենք եւ այդ նահանջից հետո գալու է վերագնահատումը։ Եվ այդ վերագնահատման ժամանակ մեզ պետք են մեծություններ, որոնցով մենք պետք է հասկանանք, թե այդուհանդերձ այդ նահանջի արդյունքում ինչ մենք պետք է արձանագրենք։ Պետք է արձանագրենք, որ այն ամեն ինչ որ կա ու մնայուն է, նա է մեր իրականը։ Այն ինչ որ ժամանակավոր է, նա անցողիկ է։ Շնորհակալություն։